Զենք անելու կարիք չկա։ Վերջ։ Ինչ-որ բան ա եղել։ Չէ, ինչից վերցեցիր, ոչ մի բան։ Դե երեք գիշերը զանգել էիր, այսօր անհանգիստ ես, անդադ պապայի մասին ես հարցնում, խնդրում եմ, եթե ինչ-որ բան ա եղել, ասա։ Հալո։ Պարոն Բաբայան, Սարիկ Մակարյանն ու Արսեն Իշխանյանը ձերբակալված են։ Լավ։ Բալես, ես հիմա շատ շտապ պետք է բաժին գնամ, դու քրոջդ մոտ մնա, տան եղի։ Ես զգում եմ, ինչ-որ բան ա եղել, ասեք։ Ասում եմ տան եղեք, քրոջդ մոտ եղի։ Հա, Արտո։ Ինչ կա, խառն ես։ Չէ, ինչի։ Խոսալու բան կա։ Հա, տեղը 10 գամ։ Լավ։ Բան ա եղել ապեր։ Գուկաս խոսանք ով։ Լավ։ Արդ, երեք որ խոսացինք, էտես ուզում ասես Հովոյին։ Չանես էլի տենց բան, ես քո հետ կիսվեցի։ Մաշուղագին գերոջս կուզեմ տեսնի։ Խնդրում եմ, Արդ։ Մաշա ջան, չի կարելի սպես թողնել, կասկնաս, որ չխառնվելը վաբշե սխալ է։ Համեք ստացվին պես, որ դու էլ ես մեղավոր։ Այդ մարդիկ լուրջ քայլերի կպատրաստվին, մի Հովոն լուրջ քայլեր կուզեն է, Լիզան էլ նեղեցել է, չգիտեմ, կարող է Հովոն դոր մասին չի դե, չխոսանք, ըմպես չնենք, որ իրավիճակը փրկենք։ Մենք բոլոր վանգերներն ենք։ Լիզա, Ինչ գործ ունես ստեղ։ դու ես ստեղ դրա համար։ Ստացվում է, որ դու իմ մասին ամեն ինչ իմացել ես, իսկ ես ընդհանրապես իմացել եմ, որ անունը Տավետ է ու վերջ։ Ես ամեն ինչ միանգամից չեմ պարզել, քիչ-քիչ եմ իմացել։ Չեմ հավատում, չեմ վստահում։ Ոնց վստահեմ, եթե իմացել ես պապասովա, ինձ ոչ մի բան չես ասել։ Չնայած դու ինձ ինչ ես ասել։ Երբեք ոչինչ էլ չես ասել։ Ու ինչի համար, ինչ էիր պլանավորում։ Դու իմ մասին շատ կարևոր բաներ գիտես։ Ոչ մի բան էլ չես ասել։ Այդ օրը ուղղակի պատահական կողքիդ էի, դրա համար ստիպված ասացիր։ Դեվի արդեն գիտես, որ Սարիկի տղեն եմ։ Քո պապան, Հովոյի պապան ու իմ պապան ընկերներ են եղել։ Էդ ես գիտեմ, քեզնից էլ լավ։ Խոսքը դրա մասին չի։ Վիգենն էլ ամուսնացել է պապայի սիրած աղջիկա հետ։ Փաստորեն այդ պապատա ու Հովոյի մաման։ Հա։ Հիմա ինչ էլ ասես մեկը, հենց սկզբից խաբել ես։ Հենց այն ժամանակ, երբ դու եկար մեր շենքի մոտ, հետո Հովոյին հանդիպեցիր, այդ ամեն ինչը պատահական չէր։ Լիզա, ես չեմ պահանջում, որ դու ինձ հավատաս։ Դու գիտես, ես գնացել եմ Հովոյի հետ, ծանոթացել եմ, շփվել եմ, որովհետև շատ մութ պատմություններ կան, որոնք ուզում էի պարզեի, բայց հələ էլի կան, ես չգիտեմ, քո հորքուրը իմ մամայի հետ ինչ կապ ունի, բայց այս ամեն ինչի մեջ միակ ճիշտ բանը այդ մեր պատմությունն է եղել։ Ես վստահ չեմ, որ այդ պատմությունը չի վերջացել։ Լիզ, եթե քեզ թվում է այդ պատմությունը տեն շուտ անցնելու էր, դու չհաճար սխալվում ես։ Թող։ Լիզ, ես սիրում եմ քեզ, չեմ թողնելու։ Ավետ թող, ես քեզ չեմ վստահում։ Ինչ ա եղել։ Ինչ ա փոխվել, քեզ ինչ են ասել, կասես։ Լիզ, նայ աչքերիս մեջ ու ասա, որ չես սիրում։ Լիզ, նայ աչքերիս մեջ ու ասա, որ չես սիրում։ Նայ։ Հա, ինչ կա։ Կարող է լինք տեղում նստինք, հա։ Շատ լուրջ ես, ապեր, քեզ չի սազում։ Ատպես է կերում։ Ապեր, քեզ նոր չեմ ճանաչում, էլի, ասա տենամ ինչ ա եղել։
Հա, պապ։ Տղես ուշադիր լսի ու հանկարծ հարց չտաս, ոչ մի հարց։ Ասա։ Արսենին ձերբակալել են։ Ոնց չհասկացա։ Ես քեզ ասացի չէ, հարցեր չտաս։ Հիմա գնա Լիզայի ու Ադելի հետ եղի։ Իրենց կողք եղի, բայց հանկարծ ոչ մի բան չասես։ Պապ, բայց ինչի համար, ոնց։ Լուրջ մեղադրանք է։ Մնացածը հետո կասեմ։ Հիմա գնա աղջիկների մոտ եղի։ Լավ։ Նա։ Ապեր, եթե շատ շտապ չի գնամ, էլի ամեն ինչ խառնվեց իրար։ Ինչ ա եղել լավ։ Շատ վատ բան։ Չգիտեմ ինչ մտածեմ։ Հասկանում ես, քանի գնում, այնքան ամեն ինչ ավելի խճճվում է։ Իսկ ամեն ինչ ճիշտ ես ասում։ Բայց մենք պետք է իրար հետ լինենք։ Մեր ծնողների սխալները մեր վրա պետք է չհազվեն։ Ավետ ամեն ինչ այնքան դժվար է։ Ամեն ինչ կհեշտանա, եթե մենք իրար հետ լինենք, Լիզա։ Չենք անում։ Լրիվ կորցրել ենք մեզ։ Գնա խնդրում եմ։ Կգնամ։ Եթե խոստանաս, որ կզանգես։ Չէ, ուղղակի գնա։ Լիզ, խոստացի, որ զանգելու ես։ Եթե չզանգես, մեկը գալու եմ։ Ու իմ համար մեկը մեզ ով կտեսնի։ Հետո Լիզա։ Լիզա։ Ինչ հետո Ադել։ Երբ ես պատրաստվում Հովոյին ասես, որ իրան չես սիրում։ Էդ իմ գործն է։ Չէ, Լիզ։ Մենակ քո գործը չի։ Դու նայի թե քանի հոգու ես խաբում, բայց մնացած ինչ չեն հետաքրքրում, Հովոյին երբ ես ասելու։ Ադել հանգիստ թող ինձ։ Չեմ կարա։ Լիզ, փաստորեն դու այսքան ժամանակ գիտես, որ ես եմ Հովոյին սիրում։ Ու շփվում ես Հովոյի հետ, պատրաստվում ես ամուսնանաս։ Բայց փաստորեն Հովոն քեզ պետք չի, հա։ Ուրիշին ես սիրում, Լիզա։ Ադել, ինչ ես ուզում ինձնից, հերիքա։ Լիզա, ուզում հանգիստ թողես Հովոյին։ Հանգիստ թող, արդար եղի ու քո կյանքը կառուցի։ Ուզում եմ ինքդ քեզ հարգես ու վերջ դնես այս կեղծիքին, Լիզ։ Ադել, մի արա, հերիքա։ Հերիքա, ես առանց էդ էլ վատ վիճակում եմ։ Եթե ես իմանայի, որ ամեն ինչ սենց կլինի, երդվում եմ Հովոյի հետ ոչ մի հարաբերություն չէի սկսի։ Ես չեմ նկատել, որ դու սիրում ես, ես ինչու՞մ եմ մեղավոր։ Բայց հետո իմացար, չէ՞։ Իմացար ու ոչ մի բան չփոխվեց, Լիզա։ Ինչ ա արել Հովոն քեզ։ Ինչի ես իր հետ սենց վատ վարվում, Լիզա։
Ես չեմ ցանկացել քեզ ցավեցնել։ Երբեք։ Այն օր, երբ մաման ինձ ասաց քո զգացմունքների մասին, ես կորցրել էի ինձ։ Մաման գիտեր։ Հա, գիտեր։ Ուղղակի երբ ինձ ասաց, Հովոն արդեն ամուսնության առաջարկություն էր արել։ Լիզա, ախր եթե չէիր սիրում, ինչի համաձայնվեցիր։ Ադել, ես չէի հասկանում։ Անկեղծ չէի հասկանում, ես սովորել էի Հովոյի ներկայությանը։ Ինձ թվում էր, որ սիրում է։ Ախր ոնց կարա թվա։ Այդ թվալով չի Լիզ։ Բացես դուռը, դեղատները խնայել, զանգել էր ինձ։ Ով։ Բացի հետո կասեմ։ Եթե կյանքը նենց պիտի դասավորվեր, որ դու հայտնվեիր ես սենյակում, ես պետք է նստած լինեի կողքիդ, ոչ թե դիմացդ։ Ապրես, կարողացար։ Վիգեն։ Չէ։ Հիմա դու չես խոսում։ Հիմա խոսում եմ ես։ Որովհետև երբ որ դու պիտի խոսեիր, լռեցիր։ Գոնե մի անգամ կարող էի, չէ՞ դուրս ծեծել ասել Վիգեն վատ եմ, Վիգեն ընկել եմ, Վիգեն ձեռքը տուր։ Այդքան վատ էիր ճանաչում ինձ, հա՞։ Գիտես ամենացավոտը որն է։ Ամենացավոտը արածը չի։ Ամենացավոտը, որ որոշել ես, որ ես ճշմարտությանը արժանի չեմ, որ որոշել ես թաքցնես ինձանից, ոչ մի բան չասես։ Ու ես ամեն ինչ իմանամ իմ սեղանին դրված թղթերից, որ գան ինձ ձեկուցեն, որ նկարը տեսնեմ իմ սեղանին դրած։